Հոգեպես որքան եք զգում, քանի տարեկան եք զգում հոգեպես։ Հոգեպես իմ մաման մահացավ 90 տարեկանում, իրան որ հարցնում է, ասում է ես ոնց որ 16 տարեկան եմ, բայց այդքան ապրել ես, ասում է ոնց որ երազ անցել։ Ինձ համար էլ է այդպես։ Ես էլ եմ զգում ջահել, բայց ինչքան ջահել։ Ինչքան 15 տարեկան։ 90-ում էլ 16։ Տիկին Սվետա, դուք տվեք ձեր տարիքը հարցնել, այս հաղորդման շրջանակում մենք այդ հարցից չենք խորշում եւ մեզ միշտ հետաքրքիր պատասխաններ են տալիս այս հարցին։ Ես երբևէ կրկնվող պատասխան չեմ ստացել։ Դուք քանի տարեկան եք եւ այդ տարիքը ինչպես եք զգում։ 80։ Ես 80 տարեկան եմ։ 45 թվականին եմ ծնվել, հա։ Դու ինչ։ Դե գիտեք ինչ։ Նիսնա ինչ։ Ոնց եք զգում տարիքը, դժվարացել է ինչ-որ մի բան, տխրում եք տարիքից, ոնց եք դուք այդ 80-ում տեղավորվում։ Интересный вопрос, конечно. Չեք մտածել այդ հարցի շուրջ։ Բայց դժվարություններ, օբյեկտիվ դժվարություններ տարիքը բերում է շարժունակության կամ չգիտեմ ինչ որ մտքի հոգու ծերացման տեսակետից ունեք այդպիսի խնդիրներ թե ոչ։ Դե ունեմ, իհարկե ունեմ, բայց դե հաղթահարում եմ։ Հետո այդ որ գիտեք գնում ես կենտրոն, այդ տանից դուրս ես գալիս, արդեն դա էլ է նպաստում որ դու քեզ ջահել զգաս։ Տիկին Սվետլանա, առաջիկայում ինչ ծրագրեր ունեք, ինչի վրա եք հիմա աշխատում եւ ինչ ծրագրեր ունեք եւ քանի տարվա են այդ ծրագրերը։ Քանի տարվա են իմ ծրագրերը։ Դե ես գիտեք ես ինչ եմ ուզում գործեմ, խաչ եմ ուզում գործեմ մարաշ։ Սենց ռամկայի մեջ տնեմ, որ հիշատակ մնա իմ երեխաների համար։ Ընդ որում երկու հատ պետք է գործեմ, մեկը աղջկա ստանը որ լինի, մեկը տղայի ստանը որ լինի։ Ինչքան ժամանակ կգնա դրան։ Պլանավորել եք։ Դե գիտեք, ինչ ես հիմա շատ զբաղված եմ, ու դա կարող է մի տարի էլ տևի։ Որտեվ դանդաղ եմ գործանում, не потому что ես եմ դանդաղ գործանում, այլ հնարավորություն չունեմ, որտեվ տանը երկու թորնիկ ունեմ, պետք է հարսս գնում է գործի, ես պետք է գործեր անեմ, կերակրեմ եւ այլն։ Այսինքն տնային գործերում դեռ ներգրավված եք։ Բա ո՞նց։ Ես մտածեցի ամեն ինչ թողել եք, բոլորին մեծացրել եք, արդեն ձեր հոբիով եք զբաղված։ Ոչ։ Շատ լավ է որ ունեմ։ Դա էլ է իմ թորնիկը գիտեք ինչ է ասում։ Տատիկ դու գիտես ինչ է ջահել, որտեվ ինձ հետ է շփվում։ Ասում այո, քեզ հետ եմ շփվում ջահել ես։ Երեխաները իմացնում են, անցած անգամ մի դեպք էլ ես պատմեմ, մի պապիկի հարցրեցի, ասացի, դուք եք ձեր թորանը պահում։ Ինձ նայեց, մտածեց, ասաց, թորս է ինձ պահում։ Ճիշտ ձեզպես։ Դա ճիշտ է։ Տիկին Սվետլանա, մինչև ծորներին, մինչև թորներին խնամել է դուք ասիք, որ պոլիտեխնիկական ինստիտուտն եք ավարտել։ Ինչ մասնագիտություն եք ունեցել, կյանքի ինչ անցած ուղի ունեք, մինչև ասոցիացիա գալը։ Դե ես պոլիտեխնիկն եմ ավարտել, մեխանիկայի բաժինը։ Ինժեներ եմ աշխատել, դե հետո 3 երեխա, բոլորին մեծացրեցի։ Քանի թոր։ Քիչ, 5 ընդամենը, 3 երեխա ունեմ, բայց 5 թոր ընդամենը։ Դա բողոք է։ Այո, բողոք եմ։ Այո։ Հետո ծորներին մեծացրեցի։ Հա, մի հատ էլ ծորնիկ ունեմ։ Ինչ փոխվեց ձեր կյանքում, ձեր զգացողություններում, երբ որ դուք ունեցաք այս կայուն զբաղվածությունը։ Ինչ փոխվեց, վստահություն։ Հետո զգացի, որ ինձ հարգում են։ Ոչ միայն աշխատողները, դե Մայրամը, ասենք թե Լիլիթը, եւ մեր տարիքիցները, այո, որովհետև կարողանում ես, չէ, արդեն քեզ հարգանքով են վերաբերվում եւ այլն։ Իսկ ձեր նախկին զբաղվածություններն ու հետաքրքրությունները, ինչպիսիք ասացիք, որ նկարչություններ, որքանով են կապվում այս ասեղնագործության հետ։ Մի քիչ ավելի մի քիչ ավելի մանրամասն որ ներկայացնեք։ Դե ես սիրում եմ ինչ որ գիտեք ինչ գալավալոմկի,
որ ինչ որ այո, ահա գլուխ կոտրուկներ, դա հենց մարաշն էլ է գլուխ կոտրուկ, ինքը սովորական չի ասեղնագործություն, ու դրա սուդոկույու եմ սիրում, բացի այդ խաչ բառերից եւ այլը, դա էլ է նույնը էլ, ինչ որ պետք է գլուխդ մի քիչ ջարդես, չէ՞, ոտ մտածես, ու դա ինձ դուր է գալիս։ Հենց այդ ժամանակ էլ ներառային կապերը։ Հա։ Դա շատ ինձ մոտ է։ Իսկ նոր ընկերներ ձեռք բերել, խմբային աշխատանքը։ Իհարկե։ Նոր ընկերներ ձեռք բերեցինք, ծանոթացանք, հիմա միասին ինչ որ ժամանակ ենք անցկացնում, գնում ենք, ասենք թե կաֆեները եւ այլը, իրար տուն հյուր ենք գնում, համերգների ենք գնում, իսկ մեր տարիքում կորցնում ես, չէ՞, կամաց ընկերներիդ այս տարիքում մահանում են եւ այլը, հիվանդ են, էլի վիճակի չեն տանից դուրս գալ եւ այլը, իսկ դու նոր ընկերներ ձեռք բերեցիր։ Հետո լավ մարդկանց հետ ես, բոլորը լավ մարդիկ են, թեկուզ այդ մեր ընկեր Արմինեն, որը մեզ մարաշ էր սովորացնում, շատ հետաքրքիր կին է, հաճելի, որ սենց հետո խոսում ես, արդեն զգում ես դրական էմոցիաներ։ Տիկին Սվետա, ձեր ստացած հմտությունները ասեղնագործության դուք կարող եք արդեն փոխանցել սերունդներին, ձեր բարոկներին, եթե կուզեն անդորներին։ Այո, կարող եմ, այո։ Իսկ ինչ գույներ են ձեր ստեղծագործության հիմքում, ինչ գույներ եք օգտագործում։ Պաստելն է, չգիտեմ հայերեն։ Ոնց է պաստելն։ Ոչ վառ գույներ ամենքում։ Այո, եւ մեր ընկեր Արմինելը, այո, պաստելային ինքն էլ է սիրում այդ գույները։ Կարող եմ ցույց տալ, ես գործել եմ հենց մոտ սա։ Կարելի է ցույց տալ։ Հա, մոտ է հիմա։ Հա, հիմա այստեղ է։ Պայուսակի վրա էլ հենց դուք եք ասեղնագործում։ Այո, որտեղ է երևոտ։ Շատ սիրուն։ Ես նշեմ, որ Տիկին Սվետան այնքան է հմտացել Մարաշի ասեղնագործության մեջ, որ նաև մյուսներին է օգնում, մյուս տարեցներին։ Դե ասած, որ արդեն սովորելու այդ կարողությունն էլ ունի։ Այո, արդեն օգնում ենք այն նորերը, որ նոր են սկսում, մենք որոնք արդեն լավ են։ Տիկին Սվետլա, մինչ այս դուք ասեղնագործել եք ընդհանրապես, որ ասեղը վերցրել եք եւ կան արդյոք խոչընդոտող հանգամանք, կարող է ձեռքերն են ցավում, հոդերը, տեսողությունը, կա ինչ-որ մի բան, որ ձեզ եւ կարող եք ձեր հասակակիցների անունից էլ ասել, որ խոչընդոտում է այս գործին, այս գործը յուրացնելուն։ Իրանց խանգարում էր, իհարկե, տեսողությունը լավը չէր, երկու հոգի գիտեմ, այդպես, հա։ Հետո դե հիմա օպերացիան արի, արդեն օպերացիայից հետո երևի ինձ թվում է լավ կլինի։ Անընդհատ կատարելագործման հնարավորություն կա, թե մեկ անգամ կարճ ժամկետ կսովորեն, կյուրացնեն եւ այլևս վերջ, թե անընդհատ կատարելագործելու տեղ ունեն։ Ծրագիրը արդեն 5 տարի է ինչ գործում է եւ տարեցները մշտական կապի մեջ են լինում ուսուցչի հետ։ Ոմանք կատարելագործում են իրենց աշխատանքները, ոմանք դեռ զրոյից սովորում են։ Եվ կենտրոնի համար կարեւոր էր տարեցների ինքնաբացահայտումը։ Եվ տարեցները հնարավորություն ունեցան ծրագրի միջոցով ապացուցելու իրենց եւ բոլորին, որ տարեց հասակում հնարավոր է նոր հմտություն ձեռք բերել եւ ստեղծել արժեքավոր աշխատանքներ եւ պահպանել մշակույթը։ Ամենակարևոր հանգամանքներից էլ